որ մատիկ պետք է դնես Ռուբեն ջան։ Մատու հանս բաց է Կյանքում գալիս է մի պահ, երբ հասկանում ես, ժամանակն է դուրս գալ հարմարավետության գոտուց, ջնջել բոլոր սահմաններն ու քեզ փորձել լրիվ նոր, էներգետիկ ու խենթ դերում։ Ընկերներ, Արգան բլոգի հարթակում պատմության նոր էջ է բացվում։ Այսուհետ ես ձեր կողքին եմ ոչ միայն էկրաններից այն կողմ, այլև ձեր կյանքի ամենակարևոր ու երջանիկ պահերին։ Լավա, Ընտիր, քսեմ, հա, Անձրևաշատ Դիլիջանից ողջունում եմ բոլորիդ Արգան բլոգի YouTube-յան ալիքում եւ բոլորիդ հրավիրում եմ այսօրվա տոնակատարությանը, որը վարելու եմ ես։ Դիլիջանի Վաղ ռեզորտում այսօր տեղի ունենալու Ռուբենի եւ Միլենայի նշանադրության արարողությունը, որը կարծում շատ հետաքրքիր է անցնելու։ Ուզում եմ հրավիրել նաեւ այստեղ դες ծանոթացնել Արտուրին, DJ Արտը, բարև Արտուր ջան։ Մեքենան է անդադվում ենք, մենք փորձում ենք իրականում հարմար պահ գտնել նկարվելու համար ու 20 րոպեից էլ արդեն միջոցառումն է սկսում։ Այսօրվա երաժշտությունը դու ես ապահովելու, մեր առաջին համագործակցությունն Արտուրի հետ, բայց համոզված եմ, որ լավ անցնելու։ այո, հույս ունենք հաստատ լավ անցնելու, մնում է որ հյուրերը մեզ տրամադրեն։ Այո, իսկ հյուրերին մենք պետք է տրամադրենք։ Այսինքն ամեն կապակցված։ ամեն փոխկապակցված է։ Դե լայքեք տեսան YouTube-ը, միացեք Արգան բլոգի YouTube-յան ալիքին, եթե դադար չեք արել, իսկ մենք շտապում ենք, որովհետև արդեն միջոցառումը սկսում է։ Մնացեք, որովհետև շատ հետաքրքիր օր ենք ունենալու այսօր եւ ուզում ենք, որ այդ հետաքրքիր օրվան դուք ականատես լինեք եւ առհասարակ այն մարդիկ, ովքեր ուզում էին ներկա լինել, բայց չեն կարողանում այստեղ լինել, այս տարբերակով շատ լավ հնարավորություն է, որ կարողանան մասնակից դառնալ այս շատ սիրուն սիրային երեկոյին։ Եկեք մի հատ շատ բարձր ծափարեք ինքներս մեզ մեր ներկայության համար։ Այսօր բոլորս պետք է բարձ ու ուրախանանք։ Մենք հավաքվել ենք Վաղ ռեզորտի այս հյուրընկալ դահլիճում, որպեսզի նշենք մեր սիրելի Միլենայի եւ Ռուբենի գեղեցիկ միության մեկնարկը։ Ինչպես նաեւ մեր գեղեցկուհի Միլենան այսօր նրա ծննդյան տարեդարձն էր։ Նա այսօր տոնում է 20-ամյակը։ Ընկերներ, ես Արգամ Ռոբերտին եմ եւ այսօրվա ձեր երեկոյի հույզերի, ծիծաղի եւ հաճելի հիշողությունների միակ մեղավորն ու պատասխանատը։ Իսկ մեր այս երեկոյի երաժշտական սրտի զարկ ապահովելու է DJ Արտը, ով խոստացել է մաքսիմում լավ դրամատրություն երեք հավաքում։ Այնպես պետք է քեֆ անենք, որ վաղը ամբողջ Դիլիջանը, մինիմում Դիլիջանը, խոսա թե Վաղ ռեզորտում ինչպես են քեֆ արել։ Իսկ հիմա Դիլիջան պատրաստվիր, որովհետև ինչ որ հետաքրքիր բանի ենք ականատես լինելու հենց այստեղ, այս բանին։ Բարձր ծափարություն։ Getting
կարմիր վարդեր, դրանք խորհրդանշական են կարծում եմ։ Հայկական տան ամենաբարի պահերից մեկը հենց այն է, երբ օրհնությունը գալիս է ծնողներից եւ սերը դառնում է ընտանիքների ընդհանուր ուրախություն։ Ռուբեն, հիմա քո պահն է։ Վերցրու մատանին եւ տեղադրիր Միլենայի մատին։ Որտեղ է մատանին։ Չունենք մատանին։ Ամենառոմանտիկ բանը։ Գիտես չէ՞ որ մատին պետք է դնես Ռուբեն ջան։ Միլենա շատ է սզվում։ Բարձր ծափարություններով ինտերնետ։ Այս մատանի շրջանը առանց սկզբի ու վերջի։ Թող ամեն անգամ, երբ Միլենան նայի այս մատանուն, հիշի, որ ունի մի մարդ, ով միշտ լինելու է նրա կողքին։ Հայկական օջախում կոնյակը պարզապես խմիչք չէ։ Այն ուխտի եւ համաձայնության ամենաազնիվ վկան է։ Ասում են նշանադրության օրը կոնյակները ոչ միայն բացվում են, այլև զույգում են։ Այս երկու շշերը ներկայացնում են երկու ընտանիքի ճանապարհը, բայց հենց հիմա դրանք դառնում են մեկ ընդհանուր պատմություն։ Խնդրում եմ բացել շշերը եւ յուրաքանչյուր բաժակի մեջ լցնել հավասարաչափ երկուսից էլ։ Թող այս բաժակների մեջ խառնվեն ձեր ընտանիքների ուժը, ջերմությունն ու ավանդույթները։ Թող այս միախառնված բաժակները լինեն ձեր զավակների կյանքի առաջին համատեղ կենացը։ Ընկերներ, եկեք բարձրացնենք բաժակները Միլենայի ու Ռուբենի սիրո համար։ Թող սկսվի Միլենայի ու Ռուբենի մեծ պատմությունը առաջին պաշտոնական տարը։ Եկեք բարձր ծափահարություններով դիմավորենք Ռուբեն եւ Միլենա։ Ինչքան ժամանակածանոթ եք իրար։ 6 ամիս, 6 ամիս անց արդեն նշանադրություն, սա խոսում է մեծ սիրո մասին։ Կորա միկրոֆոնը, ինչ է լավ, հետա դե մարդիկ սպասում են իրանց ախներ, նորից ախներ, կպչմա անջատում, ասի, որ ուզմանի բալ, ասի, չկա, հետա վերջը, ասենք ինչ անենք, այդ մոմենտի վազելով եկավ, ես դհոր չու միկրոֆոնը ախներ, կոնկրեց ես, այ որ սենց արբատներով հանում է, սենց հանեց, ասկսեց խոսա, չկործրեց պահը։ Չգիտե ինչ է պատամից Ռոպե ախներ ստաբիզատում է։ Հա, նույնն է, 24 է ինքոնն է։ Չէ, 25 է։ Ես 25 չարա, 26 եմ ուզում առնել։ Լավ չէ։ Չէ, հիմա լայվ չէ, այն հետո մոնտաժ ենք անելու։ Բարեկամներ, մենք եկանք ու հասանք մեր շատ սիրելի հանդիսավարին ու պարզվեց հանդիսավարը Արգամ բլոգն է։ Այո, ով նրան ճանաչում է, լայքը գրեք, նրանք ով է ճանաչում ու իր հետևորդներից ով ինձ է ճանաչում, թող ասի, ինձ ճանաչում եք թե չէ, հա? Որովհետև Արգամ բլոգը ինչ չճանաչեց։ Ինչի՞ չճանաչի լավ։ Ոչ թե նա ոնց ստացվեց, ինձ ասում են, քեզ հարցնում են, ես դուրս եմ գալիս, ուզում եմ անհատական ծանոթ ինչ-որ մեկին գտնեմ ու չեմ տեսնում շրջապատում, այնտեղ ու գալիս եմ համոզում հիշեմ որտեղից եմ ծանոթ։ Համ հասկանում եմ որ անձամբ ծանոթ չեմ, բայց դեմքը ծանոթ է։ Ոստով անհասկանալի վիճակ։ Գերացանք լեզի։ Լրիվ իրավիճակ հիմա Արգամ բարեկամը կհայտարարի, կմտնենք անակնկալը կանենք մեր Միլենայի ծննդյան օրն է այսօր եւ իհարկե Ռուբենը այսօրը որոշել է նշանադրություն կազմակերպի։ Այո, երկու միջոցառում, այո։ Ուժեղա, չէ։ Դու ամուսնացած ես։ Ոչ։ Դե ամուսնացի։ Ինչ ես կանգնել։ Ամուսնացի։ Ես ամուսնացած եմ։ Բայց սպասում եմ, ախր ասում են ամուսնացի, դա խնդիր է, ամուսնանալը չէ, խնդիր ճիշտ մարդու հետ ամուսնանալն է կա։ Ջան, կա ճիշտ մարդը, թե չէ, թե որոնենք։ Որոնեք։ Որոնում ենք։ Ճիշտ անձնավորություն իքական սերի մեր Արգամ Անուշախորը որ ամուսնանա, բա ինչ։ Բայց պետք է ամուսնանանք ազգը հզորանա։ Դե գնանք ներս այնա, ձեր ստես գնում են հայտարարեն։ Հա։ Այո, այո, այո։ Ու կարծում եմ շատ սիրուն անակնկալ ամեն դեպքում կարողանանք անցնել։ Չէ, այսպես մտ։ Ես կասում եմ ում կողմի է։ Չէ, մի ասա, էդի չասես, ոչ մի բան մի ասա։ Հեսա հայտարարի նոր աղբերս։ Ջան, Դիլիջանի ակցենտով էլ ասած դզեց։
արդեն նախորոք խոստացել էինք, լինելու են շատ անակնկալներ եւ այս պահին անակնկալը լինելու է բոլորի համար բառացիորեն, այդ մասին ոչ ոք չգիտի բացի մեկ անձից, իսկ ով է այդ անձը ես չեմ ասի, ուզում եմ ուղղակի այստեղ բարձր ծափահարություններով հրավիրենք Ստեփան Մարգարյանին, թող նա ամեն ինչ պատմի ինքը։ Շնորհակալ եմ Արգան ջան, շնորհակալ եմ բոլորի ծափերի համար։ Եվ մենք եկել ենք ձեր հարազատներից մեկի կողմից։ Թե ում, հեսա հարցեր կտամ, այսքան շուտ ու հեշտ չասեմ։ Հիմա տորտի կտանք Միլենային, որովհետև այսօր Միլենայի ծննդյանորն է եւ այդ առիթով ձեր ծափերը շնորհավորանքին հավասար բաներ են։ Հիմա ես քեզ ծաղիկներ եմ տալի, հրապարակավ, որ նվիրես, նա գրկես ու պաչի կանես։ Գեղեցիկ, հանգիստ, նուր։ Պահը եկա, որ մոտենամ մեր զույգին ու հարցնեմ կասկածներ կանում կողմից կլինի։ Դու ունես կասկածներ, Ռուբեն։ Ով այստեղ պետք է լիներ, որ չի եկել։ Որս։ Էլով ասում ես կասկած չկա։ Իհարկե քույրիկը, Փիրուզի եւ Էդգարի քույրիկի ընտանիքի կողմից։ Մեծ սիրով, անակնկալ Արսիկ ջան, ոտքը տերով լինի, օձախ։ Շատ են ուրախացել Ֆրանսիայից, ուրախությանը չափ ու սահման չկա, բայց նաև ունեն հարգելի պատճառ, որ չեն եկել, դրա համար եկել ենք մենք եւ բերել ենք ձեզ այսքան նվերներ, նկատեցի, չէ՞, բոլորը հարցիկին էր։ Այս մեկն է քեզ ենք տալիս։ Դու անուշ աղբեր ես, հələ ֆրցերով։ Պատտիր, բարեկամ, տեսնում ես ինչա։ Սեր երջանկություն, Արգամ, ես գնում եմ, արի տամ քո խոսափողը։ Շնորհակալ եմ քեզանից էլ։ Մոտ էլ ծափեր տանք Արգամի համար, թող ոգևորվի։ Այսօր շատ լավ անցկացնում, այսօր հետ օրնա։ Շնորհակալ ենք բոլորից էլ։ Ես եմ շատ շնորհակալ այս գեղեցիկ տրամադրության համար եւ այս գեղեցիկ առիթի համար։ Իսկ հիմա ուզում ենք այս բարձր տրամադրությունը շարունակենք եւ բոլորից հրավիրում ենք պարահրապարակ։ Արեցիք հենց առաջին երաժշտության դեպքում։ Ես պատկերացնում եմ, թե ինչ է լինելու ընթացքում, երբ որ մի քիչ ավելի շատ այնտեղ խմիչները իրենց ասեն։ Ուզում եմ, որ բարձր ծափահարություններով ողջունենք Տիկին Սուսաննային եւ իր վերջնող կանցիկ ուժերը խոսափողը մեծ սիրով փոխանցում եմ ձեզ սրտի խոսքը ձեր դստերը փոխանցելով։ Ռուբեն ջան, Միլենա ջան, այսօր շատ կարևոր օր է ձեր երկուսի եւ հատկապես մեր երկու ընտանիքների եւ բոլորիս ընտանիքների համար։ Այս պահից սկսած դուք ոտք եք դնում ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը։ Ոտք եք դնում մի ուղի, մի ճանապարհ, որը պետք է հաղթահարեք երկուսով, ձեր-ձեռքի բռնած, կազմած մեկ բռունց, պիտի անցնեք այդ ճանապարհը։ Ձեր ճանապարհին կլինեն եւ երջանիկ պահեր, եւ տխուր պահեր, եւ երջանկություն, ուրախություն, վայրեջքներ, վերելքներ, բայց պիտի պատվով հաղթահարեք ձեր ճանապարհը։ Ես ձեզ երկուսիդ մաղթում եմ մեծ սեր, երջանկություն, հաջողություն եւ թող Աստված օրհնի ձեր միությունը։ Բարձր ծափահարություններով ողջունում ենք մեր Հասիկ Մայրիկին։ Ես այնքան շատ եմ լսել, կարելի է անցնել, ես այնքան շատ եմ լսել ձեր մասին։ Իրականում ձեր ժամանակներում
ձեր ժամանակներում սերը այլ կերպ է դրսևորվում։ Շատ այլ կերպ է դրսևորվում։ Դուք ամեն ինչ հանդուրժում էիք, ձեր սերը ապրում էր շատ երկար տարիներ։ Հիմա կարծես թե ամեն ինչ ինտերնետի է վերածվել, ես նայում եմ երիտասարդները։ Այ Ռուբենի, ինչ կմաղթեք, ինչ խորհուրդ կտաք, որպես ամենատարեց այս սրահի, որպեսզի նրանց ընտանիքը ավելի ամուր լինի եւ նա կարողանա իրականում ձեր խորհուրդը նաեւ հաշվի առնելով հաղթահարել կյանքի բարդությունները։ Եկեք բարձր ծափարենք եկեք վերային, նա կարծես թե ամենատարեց անձն է այստեղ Ռուբենի ընտանիքի կողմից շատ գեղեցիկ նկար, նվեր, կոչվում է այն մոտեցնել եւ նվիրել մեր զույգին։ Շատ բարձր կապարություններով, շատ բարձր կապարություններով։ Իրականում շատ տպավորիչ ու օրիգինալ անակնկալ։ Ինչպես է զարթողում տրամադրությունը, ինչպես է։ Ես ավելի բարձր է ակականում, ես ասամել, հանձի կողոն է, դրել։ Տերկանում, ինչպես է։ Բարձր, ինչպես է։ Աշտեղում, ինչպես է տրամադրությունը։ Էնքան լավ եք երկում, եկեք միասին երկենք, հա? Պատու հանս բաց է նայում եմ չկաս Իլաչկերս բաց է մարել վախենամ չկաս Այի բաչիկ թուշս, կեզ ասա ամուշս Որ չմնամ ես սիրո բարգա Շարունակում է, պատու հանս բաց է նայում եմ չկաս Իլաչկերս բաց է Արի բաչի թուշս, սիծասան թուշս Շունեն ամսի, DJ Ես իրականում հիացած եմ, եկեք ամեն մեկս մեզ համար, մեր ներկայության համար միակ բարձր ծափարենք։
Եվ ուզում եմ հերթով հրավիրել այստեղ մարդկանց, ովքեր ունեն Ռուբենի եւ Միլենայի համար պատրաստած նվերներ, իսկ մենք մնացածս պետք է շատ բարձր երջանիկ ծափարություններով դիմավորենք նրանց։ Նվերներ են հանձնում Քերի Գարուշը, հորաքույր Գայանը եւ հորեղբայր Արսենը։ Նա բարձր երաժշտություն եւ բարձր ծափով նվերներ փոխանցել մեր զույգին։ Եկավ ամենա հետաքրքիր եւ հանդիսավոր պահը ներերեկոյի։ Մենք տեսնում ենք այստեղ այս գեղեցիկ անկյունում երկու տող, քանի որ մենք ունենք երկու առիթ, այսօր ինչպես նշեցի, արդեն մեր գեղեցկուհի Միլենան նշում էր 20-ամյակը, այդ իսկ պատճառով մեզ մոտ տողերը երկուսն են։ Պետք է ապրել ներկայով, վայելել այս պահը, այս աղիշախները, որովհետեւ մեր ընկերներ մեծ խնդիրներից մեկը այն է, որ մենք կամ ապրում ենք անցյալում կամ ապրում ենք ապագայում, ապագայում, բայց շատ հաճախ մոռանում ենք, որ ամենակարևոր եւ գեղեցիկ ակնթարթները տեղի են ունենում հենց ներկայում։ Այնպես որ եկենք այս պահը վայելենք եւ այս պահը մեր հիշողություններում պահենք որպես լավագույն հիշողություն։ Ուզում ես այսօր բացը պահենք երազանքը տոկետոտրելիս, որպեսի բոլորը ներկայացնեն, թե ուղղես ամեն դեպքում այդ երազանքը մնա քո մեջ եւ քո անձնականը շատ բարի։ Միլենա, խնդրում եմ քչիր մամերը, պահի երազանքը եւ բոլորին հրավիրում եմ այստեղ պահելու եւ Միլենային շնորհավորելու ծննդյան կապակցությամբ։ Շնորհավոր Միլենա, շնորհավոր ծննդյակը։ Շնորհակալություն շոմայնով թրջվողներին իմ գլխավորությամբ եւ շնորհակալություն տորթով թողներին։ Շատ ուրախ անցնում, շատ թաց անցնում է տեսակ եւ անցնենք թերևս հաջորդ իրադարձությանը։ Սիրելի Ռուբեն եւ սիրելի Միլենա, խնդրում եմ բոլոր ներկաների մոտ դպրեք ձեր նշանդրեքի տորթը եւ թող այդ տորթի մեկնարկի հետ միասին ձեր կյանք գա քաղցրություն, երջանկություն եւ անսահման սեր։ Եվ կտրվում է նշանդրեքի տորթը, ամենաքաղցր, ամենայուրահատուկ տորթը։ Բարձր ծափահարել մեր սիրելի Ռուբենի եւ Միլենայի ցանկանացիան անսահման սեր, լիքը երջանկություն եւ լիքը առիթներ առաջիկայում հանդիպելու եւ նրանց կարևոր իրադարձությունները ուրախանալու համար։ Կարծես թե բոլոր պաշտոնական իրադարձությունները այսօր տեղի ունեցան, մենք պաշտոնական կողմը արդեն արեցինք եւ ինչ է մնում է մինչեւ վերջին գիծը ուրախանալ, բարել եւ այս օրը դաջել որպես գեղեցիկ անմոռանալի պահ։ Ինչ ընկերներս եւս մեկ երեկո մնաց անցյալում եւ դարձավ պատմություն։ Դիլիջանի Վակ ռեզորտում համոզված եմ կարողացանք կերտել գեղեցիկ հիշողություններ, իսկ Միլենայի եւ Ռուբենին ցանկանում ենք անսահման երջանկություն եւ
լիքսեր։ Մնացեք Արգան բլոգի հետ, լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը եւ բաժանորդագրվեք Արգան բլոգի էջին։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ միջոցառման շրջանակներում։